թիմը այս 7 տարիների ընթացքում մի շատ ոլորտներում հաջողություններ է արձանագրել, մասնավորապես նշեց անվտանգային ոլորտը, դուք ինչ հաջողություններ։ Ես կասեմ, թե հիմնական հաջողությունները քաղաքացիական պայմանագրի որտեղ են զետեղված։ Բացում եք հատ առ հատ իրանց հայտարարագրերը, այնտեղ քաղաքացիական պայմանագրի բոլոր հաջողությունները, տները, մեքենաները, 0%-անոց վարկերը, այդ բոլորը հատ առ հատ նշան են։ Իսկ մեր քաղաքացիներին հերքել Ալեն Սիմոնյանի ասաց, որ անվտանգության ոլորտում իրանք հաջողության են հասել, իմ իմանալով անվտանգ երկրներում ԱԱԾ-ն հեռախոսահամար չի տալի գերի ընկնելու դեպքում։ Իմ իմանալով անվտանգ երկրները էֆեկտիվ կառավարում են իրականացնում իրենց ողջ սուվերեն տարածքի նկատմամբ, այլ ոչ թե առնվազն 200 քառակուսի կիլոմետր բառացի գտնվում է օկուպացիայի տակ ու իրենք դրա հետ կապված ասում են, որ ոչինչ չեն անելու։ Իմիջիայլոց պարոն Սիմոնյանը այսօր շատ հետաքրքիր բացահայտում արեց։ Ինքը ասեց, խոստովանեց, որ Հռոմի ստատուտի վավերացումը թելադրված է եղել ոչ Հայաստանի Հանրապետության մեջ գտնվող, այսինքն ոչ քաղաքացիների, ոչ իրանց կուսակցության, այլ ինչ-որ այլ ուժերի կողմից, որտեղ ինքը իհարկե գոյություն չունեցող կապեր էր կառուցում, անվտանգություն, ավելի շատ կօկուպացնեին եւ այլն, այդ ամենը հեքիաթ է, բայց փաստացի առաջին անգամ ԿՊ-ն խոստովանեց, իրենք այլ ուժերի թելադրանքով օրենքներ են ընդունում։ Տոլի իշո բուջիթը շատ տենց բարձրահայտումներ են լինելու, լավ կլինի պարոն Սիմոնյանը ինքը սկսի բոլոր բարձրահայտումները անել։ Ջանյան ասացիք, որ իշխանությունը որքան էլ պնդում է, որ Հայաստանում խաղբանտարկյաններ չկան, երեք հատկապես Տարոն Մարգարյանը հայտարարություն տարածեց, ըստ որի գլխավոր դատախազը միջնորդությամբ է գալիս ազգային ժողով իրեն անձեռնմխելիություն զրկելու համար, ընդհանրապես քաղաքական դրդապատճառներից ելնելով։ Այս հանգամանքին ինչպես եք վերաբերում եւ ըստ ձեզ է սա քաղաքական։ Իհարկե դա քաղաքական հետապնդում է, որը տևում է 7 տարուց ավել Տարոն Մարգարյանի եւ Հանրապետականի մի շարք գործադիր մարմնի, խորհրդի եւ շարքային կուսակցականների նկատմամբ, այլ կուսակցությունների ներկայացուցիչներ եւ քաղաքակտիվիստներ նույնպես ենթարկվում են քաղաքական հալածանքների, մանրամասնորեն պարոն Մարգարյանի նկատմամբ հարուցված շինծ ու այդ բեմականացման հետ կապված վաղը քննարկումից անմիջապես հետո եւս մեկ չեպազրույցով կանրադառնամ։ Իմիջիայլոց ընթացքում հիշում եմ, ինչ ասել։ Պարոն